Պարոն Այվազյան, պարտադիր զինծառայության ժամկետը հունվարի 1-ից 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի, սա ավելի շատ ռիսկ է, թե դրական տարրեր է պարունակում։ Որևէ դրական էլեմենտ չկա, հայոց բանակը պետք է լինի հնարավորին չափ մեծաթիվ, այսօր արդեն այդ բանակի թվաքանակը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության անվտանգության պահպանման համապատասխան ուրեմն պահանջներին եւ կես տարով կրճատման դեպքում բանակի թիվը ավտոմատ կերպով կրճատվում է։ Այսինքն սա բացահայտ հերթական զիջումն է Ադրբեջանին եւ պատահական չէ, որ հենց այսօր Ադրբեջանը հայտարարել է, որ իբր Հայաստանի համար վերացնում է տարանցիկ ուղիներով դեպի Հայաստան եկող բեռների արգելքը, բոլորովին պատահական չէ, քանի որ Իլհամ Ալիևը միշտ հայտարարել է, որ հայկական բանակը իրավունք չունի գոյություն ունենալ։ Ուրեմն նրանց նպատակը այն է, որպեսզի հայկական բանակը լինի այնքան փոքրաթիվ, այնքան վատ զինված, այնքան գաղափարապես թույլ, որ որևէ խնդիր իրենց համար չառաջացնի, երբ հանկարծ որոշում ընդունվի մեկ օր ռազմական ճանապարհով լուծել իրենց արդեն հայտարարված ռազմավարական խնդիրները։ Բայց այսօր կարծես թե խաղաղություն է եւ ՀՀ իշխանությունները որևէ խնդիր չեն ստեղծում Ադրբեջանի համար։ Ինչու պետք է հարձակվեն։ Հարձակվելը պետք չէ, որ անպայման այս պահին լինի։ Հենց իհարկե այս պահին նրանց համար ձեռնտու է, որպեսզի Հայաստանի իշխանությունը շարունակի Հայաստանի Հանրապետության կազմաքանդումը, հայկական բոլոր ազգային կարևորագույն սիմվոլների ջախջախումը եւ թուլացնել է Հայաստանը, բայց հաջորդ պահին կարող են դիմել նաեւ ռազմական լուծման, ինչի մասին բացահայտ հայտարարել են եւ Ալիևը եւ նրա մանկլավիկները։ Ծառայության ժամկետի կրճատման հետ կապված նախաձեռնողները պնդում են, որ բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել պայմանագրային զինծառայության հարցում եւ բանակը քանակի խնդիր չի ունենա։ Սա հիմնավոր փաստարկ է։ Ոչ, երբեք պայմանագրայինների հաշվին այնպիսի պետությունում, ինչպիսին Հայաստանն է, հնարավոր չի պայմանագրայինների հաշվին լրացնել զինակոչիկների, պարտադիր զինծառայության ենթակա երիտասարդների թիվը։ Դա բացառված է։ Մեզ ասում եմ, պետք է շատ ավելի մեծաթիվ բանակ, այսօրվա բանակից առնվազն 2-3 անգամ գուցե ավելի մեծ։ Պայմանագրայիններով այդ թիվը լրացնել հնարավոր չէ, բայց բացի դրանից ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի ժողովուրդը ամբողջությամբ պետք է պատրաստ լինի դիմել ինքնապաշտպանության, հարկ եղած դեպքում։ Եվ ահա կրճատելով այդ թիվը նաև կրճատվում է ժամանակին պատրաստ լինելու պատերազմին, ուրեմն ամենաբարձր մարտական պատրաստության ունեցող մարդկանց թվաքանակը։